մարդու խիղճը մարդու հոգու խաղաղությունն է, հավասարակշռությունն է ապահովում։ Երբ է ապահովում, երբ որ մենք զգում ենք խղճի սահմանը։ Մանկությունից ի վեր Աստված մարդու մեջ դրել է խղճի զգացումը։ Խիղճը ինչ է։ Խիղճը սրբության սահմանն է։ Այսինքն Աստված մարդու շուրջը կյանքում դրել է մի սահման։ Այդ սահմանապահ գիծը, սահմանապահող գիծը պատվիրաններն են, հա? Մի շնացիր, մի սպանիր, մի գողացի, վերջում մենք անգիր գիտենք այդ պատվիրանները։ Երբ որ մենք այդ պատվիրանները պահում ենք, այդ խաղաղության սահմանի մեջ ենք, ապահովության մեջ ենք։ Եվ հանդարտ խաղաղ ապրում ենք։ Բայց ինչպես ի սկզբանե Եվան խաբվեց, գնաց սահմանի մոտ, չէ, հիշում եք ես ասել եմ, ասեց տեսնես դրսում ինչ կա, հենց սահմանի մոտ եղավ կարմիր գույնը վառվում է, կարող է սահմանը չես անցել, բայց կարմիր լույսը վառվում, այսինքն վտանգ կա արդեն, խիղճդ ոնց որ քեզ տագնապ մեր մեջ առաջացնում, դուք բոլորդ վկայեք, որ երբ որ մենք ինչ-որ մեղքին ոչ թե անցնում ենք, այլ մոտենում ենք, մեր մեջ տագնապ առաջանում, համաձայն եք, հա, ոնց որ այդ ներքին մեր ձայնը խիղճը ասում է, ձայնը գալիս է, չէ, մի անցի, և մենք չենք լսում, չէ, անցնում ենք, հիմա անցնելու պարագային, դե չանցնելու պարագային ամեն ինչ հասկանալ, եթե մենք խղճի սահմանը չենք անցնում, մեծ մեղքեր չենք գործում, գտնվում ենք խղճի խաղաղության սահմաններում, մենք ապահով ենք, խաղաղ ենք, հանգիստ ենք, ուրախ ենք, երջանիկ ենք, բայց սահմանը անցանք, այստեղ շատ կարևոր հանգամանք կա, շատ կարևոր, որ այդ սահման անցնել հետ դառնալը, այդ մենք չենք սովորել։ Միգուցե ամբողջ կյանքում էլ չսովորենք։ Ինչու, երբ որ մենք սահմանն անցնում ենք, չենք զգում անցումը, բայց երբ որ դրախտից դուրս ենք գալիս, այսինքն խղճի սահմանից դուրս ենք գալիս, արդեն ողջունում ենք մեզ։ Մենք չենք հասկանում մեզ։ Այսինքն իրականում խիղճը, որ էդ էլ է նախատեսել, հնարավոր է որ անցնել, չէ, Ադամը դրախտից դուրս եկավ, բայց Քրիստոսով վերադարձավ։ Հիմա այդ նույն պատմությունը մեզ համար նախասահմանվել է Աստծո կողմից։ Հնարավոր է որ մենք սահման անցնենք, որտեղ մենք մեղավոր ենք։ Եվ մենք ավելի շատ դիսովորենք այդ սահմանից հետ դառնալու արվեստը։ Այսի շատ կարևոր է։ Եվ որ սահման անցնում ենք, մենք խառնվում ենք իրար։ Եվ այս սխալ խղճահարությունը մարդկանց հոգեկան խանգարման անգամ մինչև տանում, հա? Սահման անցնելուց հետո իրենք արդեն կորցնում են իրենց եւ արդեն սահմանը չեն զգում։ Արդեն չեն զգում, նրանք դրախտում են, թե դրախտից դուրս են։ Միգուցե հենց դու սահմանն էլ չես անցնել, կարող մի ոտդ անցել։ Ոտդ հետ քաշի։ Մի անցի խղճի սահմանը, կամ անցել ես վազի նորից դրախտ, հետ գնա։ Այսինքն դու մի ընկի այդ կեղծ խղճահարության խաղերի մեջ չարն է իհարկե մեզ խաբում, մեզ սկսում է այնպիսի խղճահարություն առաջացնել մեր մեջ, ոչ թե Սուրբ Հոգին է խղճահարություն առաջացնում, չէ, Սուրբ Հոգին ուրիշ ձև է խղճահարություն ասում, չարը ուրիշ ձև է խղճահարություն ասում։ Ինքը չարը չի ուզում, որ մենք հետ գանք, չի ուզում զղջանք, չի ուզում ապաշխարենք, մենք ուզում ենք հուսահատվենք։ Այստեղից էլ առաջանում է կոմպլեքսները մարդու մեջ, կամ կպչուն մտները, կամ հոգեկան անհավասարակշռությունը, կամ թերարժեքության զգացումը։ Մարդը իրան թերարժեք է զգում։ Ինչու, որտեվ մեղավոր մենք բնություն ունենք։ Մեղանչելը յուրահատուկ է մարդում։ Այսինքն հետաքրքիր մի առակ կա, ասում ավելի լավ է իմաստուն մեղավորը, քան հիմար արդարը։
Ինչու է ավելի լավ իմաստուն մեղավոր, որտեվ իմաստուն մեղավոր է դրախտի սահմանը անցնում է 100 անգամ գնում է հետ է գալիս։ Իսկ հիմար արդարը հա դրախտի մեջ էր մի հատ անցավ էլ չի հետ գալիս։ Գնում է կորում է։ Մենք պետք է մեր խղճին լավ ճանաչենք, մենք ինքնես պետք է լավ ճանաչենք մեզ, հա։ Զգանք այդ սահմանը միշտ պահենք, բայց այնպես պահենք, որ զգանք, որ նաև հնարավոր է, որ անցնենք այդ սահմանը։ Անցնելուց հետո վերադառնանք, օրինակ բարկության պարագային Սուրբ Գիրքն ինչ է ասում։ Ասում է բարկացեք, մի ասում է մի բարկացեք, չի ասում մի բարկացեք, որովհետև չես կարող չբարկանալ։ Բարկացեք, բայց մի մեղանչեք։ Դեռ արեգակը մայր չմտած հետ դարձեք։ Այսինքն բարկությունը օրվա ընթացքում հաղթահարեք։ Հնարավոր է բարկանալ եւ չմեղանչել, հա, դե Սուրբ Գիրքն ասում է հնարավոր է բարկացեք, բայց մի մեղանչեք։ Այո, բարկությունը կեսից գնահատեք։ Ցանկացեք, բայց մի շնացեք, հա։ Աչքը տեսնում է, սիրտը թող չցանկանա։ Լավ նայ, բարի աչքով նայ, պիղծ աչքով մի նայ, ցանկասիրական աչքով մի նայ, ինչու որտեղ Աստված ամեն ինչ բարի է ստեղծել, ամեն ինչ գեղեցիկ է ստեղծել։ Ինչու Աստծո արարչությունը դու վատ աչքով նայես։ Դու լավ աչքով, բարի աչքով նայ, աչքդ մաքրի, սիրտդ մաքրի, կտեսնես, որ ոչ մի տեղ բան չկա արարչության մեջ։ Ինչու ես ցանկանում, քոնն Աստված քեզ տվել է։ Ինչու ես բարկանում, քոնն Աստված քեզ տվել է։ Սիրով վարվեք։ Այսինքն մենք շատ իմաստուն պետք է լինենք, այդ խղճի սահմանը լավ պետք է զգանք։ Ոչ թե անցնել չանցնելը, չէ, մենք շատ զգուշանանք պետք է խղճի սահմանը, որտեղ դա մեր դրախտն է, մեր դրախտը մենք չպետք է կորցնենք, բայց մենք դրախտը չենք կորցնում մեր մեջ։ Սահման անցնենք չանցնենք, չէ, ես չեմ կորցնում, ես ուր էլ գնամ Տիրոջ ոտքերի առջևը Քրիստոսի զգեստի քաղանցքներից կպածեմ։ Այն մի հատ հետաքրքիր պատմություն կա, չէ։ Ասում է մի մարդ միշտ աղոթում էր, ասում է Տեր Աստված, քո ողորմության դուռը մարդեր միշտ բաց պահ։ Ասում է մի հատ պարան էր, ասում է կախված երկնքից, Աստծո ողորմության պարաններ։ Աշխարհում տարբեր ալեկոծություններ, փոթորիկներ լինում, բայց այս մարդը այդ պարանից բռնած էր։ Այս ներքևի մարդիկ ասում են այդ պարանը քեզ ինչ պետք է անի ոչ։ Ասում է սա Աստծո ողորմության թելն ասում է։ Ինչ աշխարհում ինչ էլ կատարվի, ես երկնքից եմ կախված, ինձ ոչ մի վտանգ չի սպառնում։ Այսինքն ինչ էլ կատարվի, մենք Աստծո ողորմության այդ պարանը չպետք է բաց թողնենք։ Ինչ էլ լինի, այդ հենց խիղճն է։ Այսինքն մենք մեր խիղճը մեզ բարեկամ պետք է դարձնենք։ Մենք պետք է լավ ճանաչենք ինքներս մեզ, պետք է համակերպվենք մեր մեջ։ Մենք մեզ պետք է ճանաչենք մեղք գործելուց առաջ եւ մեղք գործելուց հետո։ Մեզ լավ պետք է ճանաչենք։ Սաղս էլ ճանաչում ենք, չէ՞։ Ինչու գործեցինք մեղք, երբ գործեցինք, անդադ մեր խիղճը մեզ տանջել է, չէ՞, բայց մենք չճանաչենք մեզ։ Բայց խղճի հետ ոնց հաշվի նստենք, չէ՞ որ ապրելու ենք եւ ամբողջ խնդիրն ինչ է, ինչու է մարդը ընկնում բարդույթների մեջ, կոմպլեքսների մեջ կամ խնդիրն է, որտեվ ինքն իր խղճից փախչում է։ Փախչում է իր խղճից, ինքը չուզում առերեսվել Աստծո առջև, պետք չի խղճից փախչել։ Աստծուց ուր փախչես։ Երնես երկինք, իջնես գետին, ես նույն Աստվածն եմ եւ ամենուրեք եմ։ Պետք չի խղճից փախչել։ Պետք է խղճի հետ հաշվի նստել։ Պետք է ճանաչել խիղճը, պետք է ապրել այդ խղճի սահմանը միշտ։ Անցնել միգուցե, բայց հետ դառնալ, ոչ թե անցնել կորցնել մեզ։ Ուրեմն այս իմաստուն խիղճ ունեցող մարդը թերարժակության զգացում չունի, ամբողջական, լիակատար քրիստոնյա է, թե հասարակության համար, թե ընտանիքի համար, թե պետության համար,
թե մարդկության համար, հա, հենց այս քրիստոնեությունն է, որ բարձր է գնահատվում, բայց խղճից փախչող, թերարժեքության զգացում, կոմպլեքս ունեցող, բարդույթ ունեցող քրիստոնյան նախ քրիստոնյա չի, հետո էլ չի կարող հասարակության համար արժանի մարդ լինել։ Ուրեմն մենք փորձենք հասնել այս խղճի սահմանի զգացումին, խաղաղությունը պահենք, պահպանենք եւ խաղաղությունն էլ մեզ կպահի ու կպահպանի։ Ամեն։